Մենք վերադարձանք տաղավար, հարգելի հեռուստադիտող, ունենք շատ լավ գարնանային ու սիրուն տրամադրություն, որովհետև տաղավարում շատ հետաքրքիր թեմայի շուրջ խոսելու ենք շատ սիրուն մարդկանց հետ։ Այստեղ տաղավարում է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները Վահագն Սաղաթելյան եւ Կատրին Գրիգորյան։ Միասին խոսելու ենք մի նոր ներկայացման մասին, որը Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում է կազմակերպվել Հայաստանում։ Ողջունում եմ ձեզ, բարով եք եկել մեր տաղավար։ Եվ կարծում եմ ձեր ոչ առաջին, բայց ձեր առաջինն է, ինչպես ասում են, ձերն էլ թող լինի շարունակական մեր տաղավարում, ինչպես եք առհասարակ սկսում ձեր շաբաթ առավոտները եւ արդյոք դրանք հանգստի մասին են։ Շաբաթ առավոտներն իրականում աշխատանքային են թատերական ինստիտուտում։ Աշխատանքի մասին են։ Հիմնականում սկսում ենք փորձերով թատերական ինստիտուտում, հետո արդեն առօրյա գործերով, էլի։ Իսկ սիրում եք շաբաթ առավոտը սկսել սուրճով, ինչ որ պարտադիր է դա, թե պարտադիր պայման է, եթե փորձի ենք անպայման։ Այո, արթնանալու պարտադիր պայմանն է։ Ես նախընտրում եմ ավելի շատ թեյ, կանաչ թեյ, ուրցով թեյ, սուրճից չէ, սուրճ չեմ սիրում։ Կարող եք նաև հյուրասիրվել, մենք էլ ենք ձեզ հյուրասիրել։ Միասին խոսելու ենք Զառանցանք 2-ով ներկայացման մասին, որի բեմելը շուտով պիտի տեղի ունենա ապրիլի 22-ին, նախ որպես բեմադրող ռեժիսոր այս ներկայացման խոսեք, թե ինչպես միտքը առաջացավ բեմադրելու նման ներկայացում եւ ինչպես նախապատրաստական աշխատանքները սկսվեցին։ Մի քիչ փակագծերը փորձեմ բացել, այո, սա միակ վայրն է, որտեղ փակագծերը բացվում են։ Պատիվ ունենք։ Այո։ Ներկայացումը որպես այդպեսին դիպլոմային աշխատանք է, 4-րդ կուրսի ուսանող եմ Նարինե Գրիգորյանի արվեստանոցում։ Եվ կարծում եմ սա նաև պիտի գնահատվի, որով որ ավարտվում է ձեր ամբողջ ուսումնառությունը։ Քանի որ ժանրը այդպեսին աբսուրդ ժանր է, ու դիպլոմային աշխատանքը հենց այդ ցույց տալու տեղն է մնացած տարիների աշխատանք, քրտնաջան աշխատանքների, փորձել եմ համատեղել, քանի որ աբսուրդ ժանրը իր մեջ պարունակում է մի քանի այլ ողբերգական, կատակերգական, բուֆոնադային ինչ-որ իրավիճակներ, փորձել ենք հենց այդ համատեղել ու ցույց տալ հենց Զառանցանք 2-ով ներկայացում գործով։ Զառանցանք 2-ով գործը ինձ համար այսօրվա, վաղվա, մյուս օրվա մասին է, այսինքն մարդկանց ցույց ենք տալու մարդկանց, ովքեր պայքարելու են նախ եւ առաջ իրար դեմ, հետո նոր իրար հետ պատերազմի դեմ։ Շատ կարևոր ու նուրբ կետում գտել ենք, փորձել ենք գտնել լուծում, դեղամիջոցը այդ իրավիճակից դուրս գալու համար։ Այո, իսկ իրար դեմ պայքարի ժամանակ ինչ որ մեկը մյուսին հաղթում է, թե ամեն դեպքում երկուսի միջև ոնց է ավարտվում այդ կռիվը առհասարակ, որ հետո սկսում են պատերազմի դեմ կռվել։ Պատերազմը լինում է շատ, ասենց ասած, պատահական, չեն սպասում, անսպասելի, իհարկե, իսկ նրան ինչ վերաբերվում է նրանց, անընդհատ մեկը հաղթում է, մեկը պարտվում է, ինչպես առօրյա իրականության մեջ, քանի որ աղջիկները ինձ համար թող բան չընչի, աղջիկները աբսուրդային անձնավորություններ են ինձ համար։ Այո, փորձել եմ ներկայացման մեջ նաև ընդգծել այդ գիծը աղջիկների, անընդհատ տղաների հետ կռիվ, անդադար կռիվներ, սիրո համար, այս մեկը սենց, այս մեկը սենց, ես ուզում եմ այսպիսի կյանք, շքեղ տներ եւ այլն, բայց ոչ այնց կենցաղային էլի, իհարկե, ամեն ինչը պահելով թատերական բոլոր նրբությունները փորձել ենք պահել ու տղան այդ իրավիճակում ինչ է անում։ Մի քիչ եթե խոսեմ ավելին քան պետք է, ներկայացման անունը ինքնին հիվանդության անունն է, Զառանցանք 2-ով բրեդվայոն, կա այդպիսի հիվանդություն, որով տառապում է թե մեկը եւ թե մյուսը, այսինքն հիվանդությունը ունի վարակիչ ազդեցություն, կարող է նաեւ դահլիճում ինչ որ մեկը վարակվել, բայց քանի որ ընտրել ենք այնպիսի լուծում, որը հաղթում է ամենտեղ, դուրս են ստանում եք չվարակել։ Մարդիկ դուրս են գալու, իհարկե, մարդիկ դուրս են գալու արդեն հաղթած ու մի քիչ մտածելու տեղիք ունենալով իրենց կյանքում, որովհետեւ թատրոնը այնտեղն է, որտեղ մարդիկ պետք է դուրս գան միանշանակ, մտածելով հետագա կյանքի համար։ Դա վստահաբար շատ ճիշտ նկարագրեցիք, որովհետև երբ դուրս ես գալիս ու կարծես ոչինչ փոխված չէ, ուրեմն այդ ներկայացումը ոչնչի մասին է։ Շատ պարտադիր է դա ընդգծել ներկայացման մեջ։ Կատրին, խոսենք ձեր մասին, շատ հետաքրքիր ժպտում եք այնտեղ, որտեղ որ կնոջ կերպարի մասին է խոսում ներկայացման մեջ, ով է ձեր կերպարը, բնութագրեք եւ արդյոք նման է ձեր իրական տեսակին։ Իրականում սկզբում ինձ մոտ շատ հարցական ներկար արդյոք ինձ նման է կերպարը թե ոչ։ Երկար ժամանակ փորձերից հետո մենք Վահագն ապացուցեց, որ իսկապես կերպարը կարող է, այո։ Կերպարը ես եմ։ Իրականում նմանություններ շատ ունենք, ուղղակի
քանի որ գործը ինքնին абսուրդային է, մի փոքր абսուրդային տեսանկյունից նայելով գուցե ինչ որ ելակետեր գտնեմ ինձ հետ համահունչ, բայց այնուամենայնիվ ինքը абսուրդային ստեղծագործություն է։ Ես չեմ փորձում այդ ստեղծագործության մեջ փնտրել տրամաբանություն, որովհետև տրամաբանություն չկա։ Կերպարի տեքստերը չունեն մի քիչ ավելի։ Միջամտում է անընդհատ, էլի սկսվում է, հա, այդ ներքին պայքարը։ Մենք ունենք այդպիսի sense ասած խաղիկներ, որ ամբողջ թե շփվելու ամեն տեղ փորձում ենք այդ բանը հասկանալ, որ թատրոնում արդեն խաղալու ժամանակ ավելի իդեալական ու մաքուր ստացվի, որովհետև ժանրը որպես այդպեսին, ինչպես նշեց Կատրինը, դրամաբանություն չունի, ինչքան էլ չունենա, բայց պետք է ինչ որ մենք ունենք պատմություն, որի մասին գիտենք միայն մենք։ Այսինքն ես ներկայացրել եմ պատմություն, իրենց հետ փորձել ենք հասկանալ, որը ինչ, ում համար, ինչ ձևով, ու փորձել ենք ստանալ այն ամեն ինչը, ինչ որ տեղի կունենա ապրիլի 22-ին, ու ես առիթից օգտվելով նաև հրավիրում եմ ձեզ անպայման ներկա գտնվելու ու չգիտեմ, ինձ թվում է կստացվի մեզ մոտ։ Ես հաստատում եմ, ստորագրում եմ այդ ամենի տակ։ Այսինքն ստացվում է, որ մինչև ներկայացման այդ ընդհանուր գաղափարի շուրջ խոսելը կա նաև ընկերություն, ինչի արդյունքում էլ ձևավորվել է ներկայացումը։ Ի սկզբանե եղել է ընկերություն, մտերիմ ընկերություն։ Ես եւ Վահագը ճանաչում ենք իրար գրեթե 3 տարի ու ինքը շուրջ 2 տարի ցանկանում էր բեմադրել ինչ-որ մի գործ, որտեղ երկուսով կաշխատենք միասին, ու այս տարի այդ հնարավորությունը ընձեռվեց երկուսիս էլ, մեծ սիրով աշխատում ենք միասին։ Ես Վահագը եւ Արամը, մենք երեքս էլ ընկերներ ենք եղել։ Այո, այսինքն ձեր երրորդով ձեր խաղընկերն է Արամը։ Խաղընկերը Արամը։ Բարևներ ուղարկել։ Բարևներ Արամին։ Այո։ Ցավոք իմանա մեզ հետ չէ, բայց ինչևէ։ Եվ նաև խոսենք նրա մասին, որ ինչպես է ընկերությունից դուրս գործնական, որտեղ ամեն դեպքում միասին գործ եք Շատ բարդ, իրականում սարսափելի բարդ, որովհետև Վահագի հետ ինչ լսարան մտնել է, այսպես ընկերական ջերմ հարաբերություններ, դրսից խոսակցություններ, սենց ընկերական ջերմ ավելի, մտնում ենք լսարան միանգամից ինքը վերածում է ռեժիսորի, վերջ, փորձը սկսում ենք, ինչ որ սուրճ ենք խմում, ջերմ զրուցում ենք, պատմում իմ օրվա հետ, ինչ էր այնց հետ պատահել եւ այլն, Վահագը լավ անցանք փորձի։ Միայն անկեղծ խնդրում եմ, միայն անկեղծ փորձ սկսելուց առաջ ես ամենակարևոր հարցը որ տալիս եմ նրանց, ինչպես է անցել ձեր օրը։ Այո, արդյոք շփվել եք իրար հետ թե ոչ։ Ինքը մեզ պարտադրում էր մի ժամանակ, ասում էր մինչև դասի սկսվելը, փորձի սկսվելը, դասերի ընթացքում դուրս եկեք բակ կամ, չգիտեմ, ինչ որ միտեղ հանդիպեք, անպայման իրար հետ գոնե 5 րոպե զրուցեք, էներգիաներով փոխանակվեք էներգիաներով եւ միայն նոր վերադարձեք լսարան փորձանելու։ Այս ձեր բոլոր ասածը ամփոփենք մեկենա խոսքի մեջ, որ գործը գործ, բայց ընկերությունը դեպքում որտեղ որ կա գործ, այնտեղ պահանջվում է լրջություն։ Վագան նայ խոսենք նրա մասին, որ սա ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում պիտի բեմադրվի, ինչ աղերսներ ունի առհասարակ ֆրանկոֆոնիայի հետ եւ որն է պատճառը։ Պատճառը որպես այդպեսին սկսեմ էլի մի քիչ սկզբից, հա, գնանք դեպի հետ, մենք դիպլոմային աշխատանքին պատրաստվում էինք։ Եղավ որպես այդպեսին ցանկություն ֆրանկոֆոնիային մասնակցելու ու սա լավ ճանապարհ է մի այլ տեղում այս ներկայացումը տեսնելու, քանի որ ներկայացման նյութը գրվել է որպես այդպեսին Փարիզում։ Ահա։ Գործողությունները հենց Փարիզում ու ես չեմ ուզում փակագծերը բացել, մենք տեղափոխվելու ենք ներկայացման ընթացքում այնտեղ, որտեղ որ գրվել է։ Ու խոսակցությունները տեղի են ունեցել մի մարդու հետ, ով եղել է հոկեբան, այսինքն հոկեբանական զրույցներ, որ ով չի երևում։ Այո։ Բայց այդ հոկեբանը արտաբեմական կերպար է, բայց Տվյալ դեպքում այդ հոկեբանը ես եմ, թույլ տալիս այդպես բեմադրող, ռեժիսոր, ընկեր, հոկեբան։ Ամեն ինչ կապված է թատրոնում ներկայացում ստեղծելու, ներկայացում բեմադրելու հետ, ամեն ինչ, որովհետև հենց ռեժիսոր չէ, բեմադրիչի աշխատանքը կայանում է նրանում, որ անընդհատ հոկեբանական զրույցներ մարդկանց հետ, ամենադժվար գործն է մարդկանց հետ աշխատելը։ Ես դա լավ բանով եմ ասում, իհարկե, որովհետև ընկերների հետ Արիքից օգտվելով կարծիքն է։ Ընկերներին իհարկե շատ ենք սիրում ու դրա այդ կարող է հենց այդ պատճառով էլ եւս մեկ անգամ ընդգրկել ենք հենց այս ներկայացման մեջ, որովհետեւ էներգիայով կապված են ընկերները ու այս ներկայացումը չէր լինի ներկայացում, չէր լինի իմ սրտով, եթե էներգիա չլիներ։ Չլիներ, այո։ Եվ դրա համար էլ հորդորում եք միմյանց հետ շփվեն մինչև գործերը, այո։ Ներկայացումը մինչև բեմ դուրս գալը հսկայական աշխատանք ու ճանապարհով է անցնում, ինչպեսի նախապատրաստը, այ հիմա դուք հենց այդ նախապատրաստական այն վերջին ընթացքի մեջ եք։ Մի փոքր նկարագրեք նաև այդ process-ը ինչպես է ընթանում։
Փորձերը սկսել ենք հոկտեմբերի 12-ից։ Նախորդ տարվանից, Նախորդ տարվանից ենք սկսել, այո, բայց ավելի դե սեղանի շուրջ սկզբում աշխատանքը սեղանի շուրջ էր, շատ ավելի բարդ, որովհետև դա այն ընթացքն էր, դու պետք է գտնես քո կերպարը, բացես փակագծերը, փնտրես տողատակեր յուրաքանչյուր նախադասության յուրաքանչյուր բառի մեջ։ Վահագը օգնեց մեզ իրականում շատ, ես համոստությամբ ուղղակի դեմ։ Այո, դուք նոր եք։ Իմ եւ Արամի աշխատանքի շնորհիվ մենք կարծում եմ փորձեցինք եւ կարծում եմ փոքրինչ կարողացանք գտնել մեր կերպարներին։ Չէ, իրականում ես ասեմ, չէ, անկասկած գտել եք։ Իհարկե, չէ, կարևորը ես սիրում եմ անկեղծ զրույցներ ու սա հարթակ է հենց անկեղծությունը արտահայտելու։ Նրանք գտել են ու ես չեմ փոշմանում իմ կատարած ընտրության, իհարկե, որովհետև պետք է հասկանաս, ռեժիսորի աշխատանքը հենց ամենակարևորը այդ է, որ փողոցում ես մարդկանց եմ տեսնում աչքեր, ժպիտներ, բան, անընդհատ որսերի մեջ եմ ու Կատրինն ու Արամը ինձ տվեցին այս ներկայացումը իրականություն դարձնելու այդ որսացող հմայք չասեմ, էլի կգամ այդ էներգիային, իհարկե, որ անընդհատ պետք է էներգիայով կապված լինել ու ամենակարևոր բանը պետք է հասցնենք սիրել իրար ու լսենք իրար։ Այս ներկայացման ամենակարևոր կետը նա է, որ իրանք իրար չեն լսում։ Այսինքն թվացial լսում են, բայց այդ ամեն ինչը գործողություն չի դառնում, այնքանով որ գնանք դեպի լավ, գնանք դեպի սիրուն։ Շատ մերօրյա է, որովհետև հիմա մարդիկ խոսում են միմյանց հետ, բայց իրար չեն լսում։ Այո։ Եվ կարծում եմ այդ բոլոր խնդիրների, ինչ ոչ նաև ներքին ու արտաքին պատերազմների պատճառը հենց այդ չլսելու մեջ է։ Ստացվում է Վահագն, եթե փողոցում ձեզ տեսնենք այսպես որսացող աչքերով, ուրեմն դուք մարդ եք ման գալիս նոր ներկայացման համար։ Մի քիչ պատմեմ իմ մասին, ես երկրորդ մասնագիտությամբ արդեն լուսանկարիչ եմ, ով անընդհատ կադրեր է որսում ու այդ որսելու ընթացքում հենց լուսանկարչությունը ինձ տալիս է ներկայացումը բեմադրելու եւս մի օգնություն, որովհետեւ ներկայացումը անընդհատ նկարների փոխանցում է, slide show այսպես ասած, ու այդ հենց օգնում է ինձ։ Այո։ Իհարկե։ Այսինքն մասնագիտությունները փոխկապակցված են։ Այո, արվեստի մեջ լողում եմ ու այդ ծովի մեջ ինձ լավ եմ զգում, որովհետեւ պետք է։ Մեր իրականությունը իհարկե այսօր պետք է ես ինձ վրա դրել եմ այդ ոչ թե պարտականություն ասեմ, այլ այդ ուժը մարդկանց ինչ որ բանով, ինչ որ միտք տեղ հասցնելու ու ինձ թվում է ինձ ճանաչող մարդիկ ինձ թվում է ավելի շատ կփաստեն դրա մասին, քան ես իմ մասին խոսեմ։ Կատրինը կստորագրի։ Ես ստորագրում եմ։ Կատրին ուսանողուհի եք երրորդ կուրսի եւ հիմա նաեւ այս ներկայացման աշխատանքները վստահաբար գիտեմ շատ եռանդ ժամանակ են ձեզնից պահանջում։ Ինչպես եք համատեղում ձեր թատերականի դասերն ու ներկայացման փորձերը։ Էլի աբսուրդային է սա մենաճ ստեղծագործությունն էլ աբսուրդային, իմ կյանքն էլ այս շրջափուլում շատ աբսուրդային, որովհետեւ կյանքը հենց աբսուրդ է։ Այո։ Խորիմաստ։ Իրականում շատ բարդ է, երբ իմ ընկերները ազատ ժամանակ անցկացնում են միմյանց հետ շփվելու, թատրոններ գնալու, ներկայացումներ դիտելու, իսկ ես ներկայացում ստեղծելու։ Բայց դե կարծում եմ դա ամենալավն է, որովհետեւ ամենահետաքրքիր ժամանակաշրջանն է իմ կյանքում, որովհետեւ մինչ այս ես չեմ ունեցել այսպես բուրըն աշխատանքային ընթացք, սա իմ առաջին Ձեր առաջին բեմելն է։ Այո, իմ առաջին բեմելն է, կարելի է այդպես ասել։ Գլխավոր դերով իմ առաջին բեմելն է եւ ես մեծագույն սիրով եմ աշխատել։ Մենք իրոք ջանք ու երանտ չենք խնայել եւ ժամանակի հարցով ամեն ինչ sense մենք մեր բոլոր գործերը զոհում ենք, մեր բոլոր անգամ չգիտեմ, ընտանիքին տեսնելու, հարազատներին տեսնելու այդ բուրըն ցանկությունը ինչ հիմա իմ ներսում է, ես իմ ընտանիքին 3 ամիս գրեթե չեմ հանդիպել արդեն ու ես անդադ ուզում եմ գնամ իրենց հանդիպեմ եւ այլն, բայց փորձերն ավելի ներկայացում ավելի կարևոր են, այո, կարծում եմ։ Եվ սա երանություն է, որովհետև աշխատանքը սիրվում է։ Աշխատանքը սիրվում է, երբ մենք շատ ենք սիրում իրար թմով, դա ամենակարևորն է։ Այո, ես դա տեսնում եմ, այս պահին էլ եմ նաև տեսնում։ Խոսենք նաև հետագա պլաններից, նախ 4-րդ կուրսի ուսանող լինելով դիպլոմային աշխատանքը այսպես շատ մի հատ բարդ ընթացք է, եթե ոմանք դա գրում են, դուք դա բեմադրում եք։ Առհասարակ ինչպես են այդ ընթացքը տեղի ունենում ու փաստորեն թատրոնի եւ կինոպետական ինստիտուտի ուսանողները դիպլոմային աշխատանքը ավելի բարդ են գրում, ինչպես որ պատկերացնում են մնացած ուսանողները։ Դե կողքից միշտ էլ հեշտ է թվում ամեն ինչ գրեթե, բայց դիպլոմային աշխատանքը ինձ եւս մեկ քայլով մղում է դեպի պրոֆեսիոնալ թատրոն, այսինքն սա առաջին քայլն է ուսանողական կյանքից դեպի պրոֆեսիոնալ թատրոն գնալու ու ինձ թվում է այս ներկայացումը մեզ կտանի
ու մենք քանի որ Կատրինը նշեց, որ ծնողներին չի տեսել, այս ներկայացումով գնալու ենք, մենք շրջելու ենք Հայաստանով, գնալու ենք մարզեր, իհարկե, այդ թվում նաև Վանաձոր։ Այո։ Ու ոչ միայն Վանաձոր, շրջելու ենք Հայաստանով ու ինձ թվում է, եթե մենք հաջողենք այդ գործում, նաև դուրս կգանք երկրից։ Իմ նպատակը որպես այդպեսին հասցնել Ֆրանսիա այս ներկայացումը։ Սիրո քաղաք, այո։ Սիրո քաղաք, ինձ համար մի քիչ Իտալիան է սիրո քաղաք, բայց այս դեպքում Փարիզը լինելով սիրո քաղաք, այս ներկայացումը տանելու ենք այնտեղ ու մեր կողմից հայ մտածողության, հայ մարդու կողմից բեմադրված գործը կոնկրետ ցույց տանք մարդկանց ու նրանք էլ տեսնեն մենք ինձ։ Դա շատ կարևոր է միանշանակ եւ այս դեպքում ոչ թե նրա համար որ գործողությունները Փարիզում են, այլ նրա համար որ ներկայացումը սիրո մասին է եւ պետք է բեմադրել սիրո քաղաքը։ Սերը հաղթում է ամեն ինչ։ Այո, բոլոր պատերազմները կարծում եմ եւ նաեւ խոսենք հետագա պլանների մասին, 4-րդ կուրսն ավարտելուց հետո կարծում եմ հետագայում այլ ներկայացման մտքեր ու գաղափարներ կան, եթե գաղտնիք չէ մի փոքր կիսվեք, գուցե նոր կերպարներ գտնենք ձեզ համար։ Քանի որ ես նաեւ գրում եմ հեղինակային գործեր ու նախորդ ներկայացումը եւս վերաբերվում էր սիրո պատերազմի այս օրվան եւս լինելու են ներկայացումներ դրա հետ կապված ավելի հեղինակային գործերի մասին եմ մտածում ու հենց սիրո մասին դրամա որպես այդպեսին ինձ թվում է չեմ ուզում փակագծերը բացել մարդիկ կան ովքեր ներգրավված են այդ ներկայացման մեջ բայց նրանք տեղյակ չեն Ունեմ տաղանդավոր ընկերներ, այդ հարցում բախտս բերել է իրականում, ունեմ երաժշտասեր ընկերներ, ունեմ բեմանկարչական լուծումներ գտնող ընկերներ, այս ներկայացման մեջ էլ կոնկրետ ինձ օգնել են նրանք իմ ընկերները, որպեսզի հասցնենք այդ կետին, որովհետև որպես ուսանող մի քիչ շատ բարդ է, մի քիչ ավելի բարդ է, քան պետք է ու նրանք ովքեր ինձ օգնել են, ես անկեղծ ուզում եմ շնորհակալություն հայտնել հենց եթերով, բոլորին այս ներկայացումը ով տանելու է դեպի բեմ, բոլորին շնորհակալություն եմ հայտնում, հատ առ հատ ու անուն առ անուն, ներողություն ու ուզում եմ որ մնացած ներկայացումները բեմադրելու ժամանակ նրանք իմ կողքին լինեն, որովհետև իրենց իմ կողքին լինելը ինձ արդեն ուժ է տալիս բեմադրական առումով։ Միանշանակ ընկերներից սկսած եւ կարծում եմ այստեղ նաեւ դասախոսական կազմն էլ, քանի որ դիպլոմային աշխատանք է ներգրաված է եւ Նարինե Գրիգորյանը կարծում եմ։ Այո, Նարինե Գրիգորյանը օգնում է ինչ որ չափով, քանի որ նախ դիպլոմային է, ինչ որ չափով է օգնում, այսինքն առանց միջամտելու ռեժիսորական մտածողությանը նա մի քանի այսինքն ոչ թե ինքը չի ուզում խառնվել, որովհետև սա մի քայլ ավել է արդեն պրոֆեսիոնալ մակարդակում տեսնելու ու սա ճանապարհ է ինձ համար, որ պետք է անցնեմ մենակ ավելի շատ։ Այո։ Եվ քանի որ ձեր դեպքում էլ առաջին բեմելն է եւ ոնց հասկանում եմ դերասանության նկատմամբ մեծ սեր ունեք, դա միանգամից տեսնելի է Կատրին, ինչպես առաջացավ այդ ցանկությունը այս մասնագիտության մեջ հմտանալու եւ ինչպես եք տեսնում ձեր հետագա քայլերը, քանի որ Վահագնը խոսեց իր հետագա պլաններից։ Լավ։ Առաջին քայլերը սկսվել են իրականում Վանաձորի Աբելյան թատրոնում, իմ շատ մոտ ընկերուհու մայրիկն է ինձ տարել թատրոն, այնտեղ միանգամից ես սիրահարվել եմ, ես սկզբում միտում չունեի, այո, դերասանուհի դառնալու միտում չունեի եւ երբ մտա թատրոն միանգամից սիրահարվեցի բեմին ու վճռեցի դառնալ դերասանուհի հետ եւ իմ ընկերուհու մայրիկը Նունե Խեչումյանը ինձ անդադ ասում էր Կատրին Արի քեզ համար մեկ այլ մասնագիտություն գտնենք, արի քեզ համար։ Ասում եմ ոչ, ես այդպես համառելով ես հասա թատերական ինստիտուտ, այստեղ գտա իմ վարպետին Տիգրան Գասպարյանին, ում անսահման եմ սիրում, եթե ինձ ասեն դու ինչ ես գտել քո կյանքում, ես կասեմ Տիգրան Գասպարյանին։ Այո, իմ ամենամեծ նվերն է այդ կյանքում, այդ կյանքի կողմից տրված, իր հետ աշխատելը չգիտեմ, երազանք է ինձ համար եւ իրականում ինքն էլ է ինձ շատ օգնել մասնագիտության մեջ հմտանալու հարցում։ Ես չեմ վարանի ես նախադասությունը ասելիս, ես եթե օրերից մի օր հասնեմ ինչ-որ մի կետի, դա իմ դասախոսներին Նունե Խեչումյանի եւ Տիգրան Գասպարյանի ներդրումն է իմ կյանքում, իմ մասնագիտության մեջ։ Իսկ հետագա պլանների հետ կապված
Ես շատ եմ սիրում թատրոնը եւ շատ եմ սիրում կինոն։ Եվ դա էլ կարծում եմ հիմքն է առհասարակ լավ աշխատանք կատարել։ Եվ իսկապես մեծ երանություն է նախ գտնել լավ մասնագիտություն եւ այդ մասնագիտության հետ միասին գտնել լավ մարդկանց, ովքեր որ կաջակցեն։ Իմ դասախոսը միշտ ինձ այդպես է ասում, Տիգրան Գասպարյանը ասում է, դասախոս այն մարդը չի, ով քեզ համար դռներ է բացում, դասախոս այն մարդն է, ով ցույց է տալիս դռները, իսկ դու պետք է անցնես այդ ճանապարհը։ Եվ ես անսահման երջանիկ եմ, որովհետեւ ճանապարհից հանդիպել եմ այդպիսի մարդկանց, ովքեր իրապես ինձ ցույց են տվել դռները եւ հանդիպել եմ այնպիսի ընկերների, ովքեր ինձ օգնում են անցնել այդ ճանապարհը։ Ուղղեք ձեր օձիքը այստեղ վահակներ, ովքեր ինձ օգնում են անցնել այդ ճանապարհը։ Մեծ հպարտությամբ, մեծ երջանկությամբ, մեծագույն սիրով ես իմ ընկերների հետ քայլում եմ այդ ճանապարհով ու վստահ եմ մենք դեռ ավելի բարձունքում հանդիպելու ենք։ Քանի որ նոր ներկայացումներից խոսեցիք, գուցե ինչ որ նոր կերպ կա ձեր համար, առանց գաղտնիքները բացելու։ Իհարկե, չենք բացում։ Չեք բացում, Եթե ինքը դեռևս չի օգնել ինձնից։ Չէ։ Ես իրականում շատ եմ նյարդայնացնում, որովհետև ինձ համար միշտ այդ ինչուները իմ Եորամի համար միշտ այդ ինչուները կան, երբ որ Վահագ ասում է, ես ցանկանում եմ, որ այս տեսարանում դուք քայլեք այսպես, ես ու արամ միանգամից ինչու։ Վահագ։ Բայց դա լավ է, գիտեք, ոչ թե լավ է, այլ պարտադիր է։ Մենք անընդհատ ապրում ենք այդ աբսուրդի ժանրը, մենք անընդհատ ենք ապրում այդ ամեն ինչը լսարանի ներսում։ Այո։ Ես իրականում Կատրինը, քանի որ նշեց նաև ընկերներին, իմ կողմից եւս ավելացնեմ, որ ընկերներն եւս ուրախ են, որ ճանաչում են նման մարդկանց, ովքեր հենց երազանքին հասնելու ճանապարհին օգնում են։ Այո։ Եվ նաև խոսենք նրա մասին, որ ներկայացումը բեմադրելուց այն, որ երբ մի քանի կոպիտ ասած րոպե է պակաս, բոլորը պատկերացնում են, թե ինչպես պիտի արձագանքի հանդիսատեսը։ Այդ ինչպես եք պատկերացնում ձեր հանդիսատեսին, կարճ կարող եք նկարագրել եւ ինչ արձագանք սպասել նրանցից։ Ես ցանկանում եմ, որ հանդիսատեսը չփնտրի տրամաբանություն, իրոք չփնտրի տրամաբանություն, ցանկանում եմ, որ հանդիսատեսը ներկայացման մեջ տեսնի իր օրը, իր առօրյան գտնի ներկայացման մեջ, որովհետև շատ մերօրյա է ներկայացումը։ Ցանկանում եմ, որ հանդիսատեսը ներկայացումից հետո կարողանա իսկապես խոսել, կարողանա իսկապես լսել, կարողանա իսկապես տեսնել, որովհետև դրանք պակասում են շատ այսօրում։ Եթե հանդիսատեսից գոնե գետ մեկ հոգի դուրս գա ներկայացումից եւ մտածի ներկայացման մասին, ես ինձ հաղթած կզգամ։ Այո, եւ դա էլ ամենակարևորն է։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Թատրոնի մարդկանց կարծում եմ պետք է մաղթել լիքը բեմելներ, լիքը նոր ներկայացումներ եւ ինչպես ասացինք, նման հանդիսատեսի արձագանք։ Դարձյալ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Բարի առավոտին միացած հարգելի հեռուստադիտող, մենք ձեզ դեռ հրաժեշտ չենք տալիս, եթերը շուտով կշարունակվի նոր հյուրերով եւ նոր մարդկանցով։